Ֆրանկոֆոնիան միջազգային կազմակերպություն է, ֆրանսախոս երկրների համագործակցություն, որը միավորում է 58 անդամների, որոնք պետություններ են կամ պետությունների մասեր։ Կան նաև 26 դիտորդ անդամներ։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնադրվել է 1970 թվականին։ Կազմակերպության կարգախոսն է հավասարություն, փոխլրացում, համերաշխություն, էգալիտե, կոմպլեմենտարիտե, սոլիդարիտե։ Բացի ֆրանսերեն լեզվի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության տարածումը խրախուսելը, կազմակերպության գլխավոր առաքելությունը խաղաղությանը, ժողովրդավարական արժեքների տարածմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կրթության խթանմանը, ինչպես նաև մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության ակտիվացմանը և անդամ երկրների միջև համերաշխության տարածմանը նպաստելն է։ Արդեն տարիներ շարունակ ձևավորված ավանդույթի համաձայն նշում ենք ֆրանկոֆոնիայի օրերը։ Հայաստանի պետական կառույցների, համայնքների, ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների, ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների, համալսարանների, դպրոցների, թատրոնների, գրադարանների և մշակութային կենտրոնների ջանքերով ամբողջ երկրի տարածքում տեղի են ունենում հարյուրավոր միջոցառումներ, մեծարելով ֆրանսերենը և համախմբվելով ֆրանկոֆոնիան ցնցող արժեքները։ Հայաստանը սերտ համագործակցություն է զարգացնում ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ, որն արտահայտվում է մի շարք ծրագրերի իրականացմամբ։ Հայաստանը հանդիսանում է նաև ֆրանկոֆոն կարևորագույն տարածաշրջանային նախաձեռնությունների հարթակ։ Հայաստանն ու Ֆրանսիան ոչ միայն ֆրանս-հայկական համագործակցություն է ֆրանկոֆոնիայի համար, այլ նաև միասնություն երկու ժողովուրդների միջև։ Բոլոր ծրագրերը իրականացվում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությամբ։ Ամեն տարի ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներին իր մասնակցությունն է ունենում նաև Վայոց ձորի մարզային գրադարանը։ Գրադարանը տարիներ ի վեր կազմակերպել է գեղեցիկ և ուսուցողական առցանց-նյութեր, գրքային ցուցահանդեսներ, միջոցառումներ, ֆրանկոֆոն երկրների հայտնի հայերը, Հավեր սիրո երգիչը, Շարլ Ազնավուր 100, մեզանից յուրաքանչյուրն ունի այն, ինչ չունեն ուրիշները, գիրքը բարեկամության կամուրջ, ֆրանսալեզու գրողներ, ֆրանսիական պոեզիայի ժամեր և այլն, համագործակցելով դպրոցների հետ, ներկայացնելով ֆրանկոֆոն մշակույթի լավագույն ներկայացուցիչներին, որոնց ստեղծած մշակութային ժառանգությունը մեծ ազդեցություն է ունեցել հայ և համաշխարհային գրականության և արվեստի վրա։ Ամփոփելով կարող ենք փաստել, որ ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումները գնալով ընդլայնվում են, ընդգրկելով ավելի մեծ շրջանակներ։ Ֆրանկոֆոնիայի այս տոնը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ լեզուն միայն հաղորդակցության միջոց չէ, այն կամուրջ է, որը միավորում է ազգերին, սերմանում փոխադարձ հարգանք և բարեկամություն։